Պարոն Հովհաննիսյան, ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը տարածաշրջանային այց է ունենալու, առաջին հերթին գալու է Հայաստան, Հայաստանից հետո մեկնելու է Ադրբեջան։ Ըստ Թրամփի գրառմամբ նշվում էր, որ Ադրբեջանի հետ կկնքեն ռազմավարական գործընկերություն, իսկ Հայաստանի հետ խաղաղ միջուկային համաձայնագիր։ Եկեք բացենք, հասկանանք ինչ է նշանակում այս ամենը, ինչու է, որ Ադրբեջանի հետ կնքում են ռազմական, այսպես ասած, մի նոր համաձայնագիր այն դեպքում, երբ Ադրբեջանի հետ ունեն Ամերիկան վետո է դրել, չէ, Ադրբեջանի սպառազինության մասով, իսկ Հայաստանի հետ կնքում են ուղղակի միջուկային համաձայնագիր, այն էլ խաղաղ։ Վենսի այցը մեր տարածաշրջան կապված է առաջին հերթին, ես կարծում եմ, թրիպի գործողությունների հետ, այսինքն պետք է քննարկվեն այն հավելյալ հարցերը, որոնք դեռևս պատասխաններ չունեն, խոսքը գնում է տեխնիկական ավելի շատ հարցերի մասին եւ եւի ժամկետների մասին, թե երբ պետք է դա իրականացվի այդ ծրագիրը, եւ նաեւ ինչու ոչ ներդրողների մասին խոսքը գնա, որովհետեւ թե Հայաստանի իշխանությունները, եթե չեմ սխալվում, մեկ անգամ պաշտոնապես ասել են, որ չունեն բավարար գումար, որպեսզի իրականացնեն այդ պրոյեկտը, ինֆրաստրուկտուրայի հետ կապված, այսինքն ինչ-որ խնդիրներ կան, սա նշանակում է, որ պետք են օտարերկրյա ինվեստորներ եւ սա լինելու է ամենակարևոր հարցերից մեկը, որպեսզի քննարկեն, հասկանան, թե ովքեր են լինելու ներդրողները եւ հետագայում նաեւ ժամկետները նշեն եւ իրականացնեն այդ պրոյեկտը։ Սա շատ կարևոր նշանակություն ունի Միացյալ Նահանգների համար, որովհետեւ TRIP-ը իրականացնելուց հետո Միացյալ Նահանգները ամրապնդում են իրենց դիրքերը Կովկասյան տարածաշրջանում եւ նաեւ ինչու ոչ հնարավորություն է ստանում հետագայում նաեւ ամրապնդել իրենց դիրքերը Կենտրոնական Ասիայում։ Այս երկու տարածաշրջանները Կովկասյան տարածաշրջանը եւ Կենտրոնական Ասիան բավականին մեծ նշանակություն ունեն Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության համար, հատկապես եթե մենք խոսում ենք այն քաղաքականության մասին, որը աշխարհաքաղաքականության մեջ է տեղի ունենում, այսինքն այդ գլոբալ մրցակցությունը Միացյալ Նահանգների Ռուսաստանի միջև, Միացյալ Նահանգների Չինաստանի միջև եւ իհարկե այս երկու տարածաշրջանները ինչպես եւ կարեւոր են Միացյալ Նահանգների համար, այդպես էլ ավելի կարեւոր են Չինաստանի, Ռուսաստանի եւ ինչու ոչ նաեւ Իրանի համար, որովհետեւ ըստ էության գտնվում են երեք տարածաշրջանային պետությունների հենց առանցքում եւ լոգիստիկ պրոյեկտները, տնտեսական պրոյեկտները անցնում են այս տարածաշրջաններով այդ երկրների, դրա համար եթե Միացյալ Նահանգներին հաջողի ամրապնդել իրենց դիրքերը այս երկու տարածաշրջաններում, սա նշանակում է, որ իրենց հետագայում երկարաժամկետ ծրագրերում կհաջողի նաեւ զսպել եւ թույլատրել այդ երեք տարածաշրջանային պետությունների ազդեցությունը Եվրասիական մայրցամաքում։ Ինչ վերաբերում է երկկողմանի հարաբերություններին, տեսեք, Հայաստանի հետ դե պարզ է, որ միջուկային ծրագրերն են քննարկվելու, որովհետև արդեն մի քանի տարի է նաև խոսքը գնում մոդուլային այդ միջուկային ծրագրերի մասին, որ իրենք պետք է իրականացվեն, ինֆրաստրուկտուրան պետք է գործի Հայաստանի Հանրապետությունում, եւ ես կարծում եմ, որ դա շատ հնարավոր է, որ այդ հարցը առաջին հերթին քննարկվի այդ մոդուլային, այսինքն միջուկային մոդուլները, եւ իրենք պետք է հենց Միացյալ Նահանգների օժանդակությամբ կյանքի կոչվեն այդ պրոյեկտը Հայաստանում։ Չեմ բացառում, որ նաև IT ոլորտի հետ կապված որոշ քննարկումներ կլինեն, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ունի այդ հնարավորությունը եւ տարածաշրջանում համարվում է անպետությունների շարքում, որոնք երկարաժամկետ ծրագրերում ունեն հնարավորություն զարգացնել IT ոլորտը եւ այստեղ Միացյալ Նահանգների տեխնոլոգիաները կարող են մեզ օգնական լինել։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, դե պարզ է, որ ռազմական ոլորտում պետք է առաջին հերթին քննարկումները տեղի ունենային, որովհետև տնտեսության մասին չեմ կարծում, որ խոսք կարող է գնալ, որովհետև Միացյալ Նահանգներ, Ադրբեջան տնտեսական խորացված հարաբերությունները երբևիցե չեն եղել եւ մոտակա ապագայում չեն կարող լինել, տարբեր մայրցամաքներում են գտնվում այդ երկրները, բայց ռազմական ոլորտում կարող են լինել, որովհետև Միացյալ Նահանգները փորձում են գտնել նոր տարածաշրջաններ, նոր երկրներ, ում հետ կարող են հենց ռազմական ոլորտում խորացնել իրենց հարաբերությունները եւ հետագայում նաեւ այդ երկրները օգտագործեն որպես պլատֆորմ, որոնց միջոցով իրենք փորձեն ազդել այն երկրների վրա, որոնց հետ իրենք մրցակցության մեջ են գտնվում։ Հիմա տեսեք, Ադրբեջանը վերջին տարիներին բավականին լարված հարաբերություններ ունի Ռուսաստանի Դաշնության հետ։ Նաև լարված են հարաբերությունները Իրանի հետ, չնայած որ փորձում են ցույց տալ, որ ամեն ինչ կարգավորված է։ Պարզ է, որ այս համատեքստում իհարկե Ադրբեջանը բավականին հետաքրքիր է դառնում Միացյալ Նահանգների համար,
որպեսզի զինեն Ադրբեջանին, ուժեղացնեն Ադրբեջանին եւ հետագայում Ադրբեջանը օգտագործվի որպես պլատֆորմ հիմնականում այս երկու պետությունների դեմ։ Պարոն Հովհաննիսյան, տեսեք, Վրաստանից բարձր մակարդակով ունենք արդեն արձագանք Վենսի այցին, Կոբախիձեն է մասնավորապես ասել, որ Վենսի այցը Զանգեզուրի միջանցքի մասին է, Կոբախիձեից զատ նաև Ալիևի հայտարարություններին, հա, որ Հայաստանը որպես տարանցիկ երկիր է դիտարկում, արձագանքել է նաև Սահակաշվիլին, ասել է, որ Ալիևի այս հայտարարությունը այն մասին է, որ Վրաստանը քանդում է բոլոր ձեռք բերված պայմանավորվածությունները Ադրբեջանի հետ։ Հիմա այս ամենով ինչ ենք հասկանում, Վրաստանը որպես երկիր դուրս է մնում տարածաշրջանային այս զարգացումներից։ Տեսեք, չեմ կարծում, որպեսզի ռադիկալ փոփոխություններ կարող են տեղի ունենալ մեր տարածաշրջանում, նավանավանդ այն պարագայում, երբ որ անգամ Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում դեռևս այդ ընթացքն է, հա, կարգավորման ընթացն է, եթե անգամ դիվանագիտական հարաբերություններ Երևանի եւ Բաքվի, Երևանի եւ Անկարայի միջև չեն հաստատվել, այն ինչ խոսք կարող է գնալ ինֆրաստրուկտուրաների մասին, բացման ծրագրերի մասին, այդ ամեն ինչը դեռևս քննարկման փուլում է գտնվում եւ պարզել չի թե երբ է այդ ամեն ինչը կյանքի կոչվել։ Այսինքն, եթե խոսք է գնում Վրաստանի որպես խոշորագույն պետության մասին, ով կարևոր դեր է խաղում այդ տրանզիտային լոգիստիկայի պրոյեկտներում, ես կարծում եմ, որ միջին ժամկետում Վրաստանը պահպանելու է այդ իր կարգավիճակը եւ ոչ մի ռադիկալ փոփոխություններ չի լինելու, հատկապես այն փոփոխությունները, որոնց մասին անդադար խոսում է Վրաստանի ընդդիմությունը, դե պարզ է, իրենք սա փորձում են ներկայացնել ներքաղաքական տեսանկյունից, որպեսզի ազդեն ժողովրդի վրա, փորձեն ճնշում իրականացնել իշխանությունների վրա, բայց եթե ավելի օբյեկտիվ մոտենանք, իհարկե միջին ժամկետում որևէ ռադիկալ փոփոխություն մեր տարածաշրջանում չի լինելու։ Միջին ժամկետ ասելով ես նկատի ունեմ նույնարնվազն 5-ից 10 տարի։ Այսինքն այս ժամկետում ռադիկալ փոփոխություն չի կարող լինել, բայց միևնույն ժամանակ իհարկե պետք է նշենք, որ այդ գործընթացը տեղի է ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին է խոսքը գնում, եւ եթե հաջողությամբ այդ ամեն ինչը ավարտվի, եթե իհարկե ինֆրաստրուկտուրաները ամբողջությամբ բացվեն, ճանապարհները ամբողջությամբ բացվեն, այն ճանապարհները, որոնք բացակայում են, կառուցվեն, իհարկե Հայաստանը այստեղ կարող է իր ազդեցությունը որպես տրանզիտային երկիր ուժեղացնել ամրապնդել մեր տարածաշրջանում, իսկ դա իհարկե կնշանակի, որ Վրաստանը որպես տրանզիտային պետություն այն ազդեցությունը, որը երկար տարիներ շարունակ 90-ականներից մինչև մեր օրերը ուներ, իհարկե այդ ազդեցությունը կսկսի թուլանալ, բայց դա օբյեկտիվ իրականություն է։ Հիմա որ օրինակ Վրաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչներ, այդ թվում նաև նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին նշում են, որ այսօրվա իշխանությունները քանդել են ամեն ինչ, սա օբյեկտիվ չի, որովհետև օբյեկտիվը այն, որ փոխվել է ստատուս քվոն մեր տարածաշրջանում։ Հիմա օրինակ Վրաստանը ինչ կարող է անել, որ Հայաստանի իշխանությունները չգնային զիջմանը Արցախյան հիմնահարցում, չճանաչեին Արցախը որպես Ադրբեջանի մաս եւ դրանով չփակեին Արցախին վերաբերող այդ էջը եւ կոնֆլիկտային էջը, որը կնպաստեր նրան, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հետագայում կարող են կարգավորվել հարաբերությունները, ճանապարհները բացվեն։ Վրաստանի իշխանությունները այս բargային ոչինչ չեն կարող անել։ Իրենք որպես դիտորդ էին այս ամեն ինչի վերաբերում։ Դրա համար սա օբյեկտիվ չի, սա ավելի շատ հենց նորից եմ կրկնում ներքաղաքական տեսանկյունից պետք է մենք դիտարկենք, այսինքն իրենց ներքաղաքական իրողության մեջ այդ փորձը մեկը մյուսին փորձում է վարկաբեկել եւ սա նորմալ է։ Մեր պարագայում ես չեմ կարծում, որ եթե խոսքը գնում հարաբերությունների մասին, չեմ կարծում, որ սա պետք է ազդի Հայաստանի վրա, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Վրաստան հարաբերությունների վրա, որ մենք փորձում ենք Ադրբեջանի հետ կարգավորել հարաբերությունները, նոր ճանապարհներ բացել, բայց նաև պետք է բացառել, որ Վրաստանը պաշտպանողական դիրքերից փորձելու է որոշ միջոցներ կիրառել եւ այդ միջոցներից մեկը կարող է լինել այն ճանապարհները, որոնք անցնում են օրինակ Լարսով, օրինակ փոթի միջոցով, չէ, մենք ապրանքներ են ներկրարում եւ էքսպորտ ենք անում Վրաստանի տարածքով։ Այս պարագայում իհարկե Վրաստանը կփորձի կիրառել եւ ազդել Հայաստանի վրա որոշ հարցերում։ Պարոն Հովհաննիսյան, գանք նաև ու անդրադառնանք Դավոսում տեղի ունեցող իրադրություններին, հա, իրադարձություններին։ Մենք բոլորս ականատես եղանք նրան, որ ճիշտ է Փաշինյանը մեկնեց Դավոս,
այնտեղ մասնակցեց այդ խաղաղության խորհրդի ստորագրման արարողությանը, բայց նաև ակնհայտ էր այն, որ Դավոսում Հայաստանի եւ Ադրբեջանի հարցը քննարկվեց ոչ թե եռակողմ ձևաչափով, այսինքն Փաշինյան-Ալիև եւ Թրամփ, այլ քննարկվեց Փաշինյան-Թրամփ-Ալիև ձևաչափով, երկկողմ ձևաչափով։ Ինչ է սա իրենից ենթադրում, արդյոք Ամերիկան որպես ուժ դիտարկում է միայն Ադրբեջանին եւ այս դեպքում Հայաստանը հայտնվել է բանակցությունների սեղանի վրա, որքան էլ ճիշտ չէ արտահայտել այս բառակապակցությունը։ Տեսեք, մենք չպետք է ունենանք ինչ-որ սպասելիքներ Միացյալ Նահանգների կողմից։ Երբեմն այսօրվա իշխանությունների ներկայացուցիչները եւ իրենց սպասարկող քաղաքական գործիչները կամ հասարակական գործիչները կամ փորձագետները, եթե այդպես ինձ կարելի է անվանել, իրենք այնպես են իրողությունը խառնում եւ ներկայացնում, որ մեր հասարակությանը մոլորության մեջ են գցում։ Օրինակ հիմա ես վստահ եմ, որ եթե մենք մեր քաղաքացիներին հարցնենք, թե արդյոք Միացյալ Նահանգները որպես երրորդ կողմ հանդիսանում են այս բանակցային գործընթացում, երևի 10 հոգուց 8 հոգին առնվազն կասեն, որ այո, բայց իրողությունը այլն է։ Միացյալ Նահանգները որպես դիտորդ են այս process-ի մեջ։ Անկամ այն պայմանագիրը, որը ստորագրվեց Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին, անկամ այդտեղ չնայած որ ստորագրությունը կա Թրամփի, բայց իր ստորագրությունը որպես դիտորդի է, այսինքն այդ մարդը նստած է եղել սեղանի շուրջ եւ տեսել է, որ բանակցում են երկու կողմ, Հայաստանի ղեկավարը եւ Ադրբեջանի ղեկավարը, Փաշինյանն ու Ալիևը։ Հիմա դրա համար նույն այդ գործընթացը շարունակում է։ Արդեն մի քանի տարի է, որ բանակցային գործընթացը Բաքվի եւ Երևանի միջեւ երկկողմանի է։ Չկան ոչ գարանտներ, ոչ երրորդ կողմեր չկան, եւ սա իհարկե վտանգավոր է բավականին, որովհետեւ յուրաքանչյուր պահ, երբ որ օրինակ Թրամփը այլևս չլինի ղեկավար Միացյալ Նահանգներում, դա հնարավոր է ըստ սահմանադրության այդ երկրի, ինքը չի կարող գնալ երկրորդ ժամկետի։ Հիմա երբ որ փոխվի ստատուս քվոն մեր տարածաշրջանում, ճնշումը Իրանի նկատմամբ ավելանա, նոր կոնֆլիկտային գոտիներ բացվեն, իհարկե Ադրբեջանը յուրաքանչյուր պահ կարող է դադարեցնել երկկողմանի բանակցային գործընթացը, օգտվել առիթից, որ միջազգային գործոնները իրենց ուշադրությունները այլ ռեգիոններում են գտնվում եւ փորձի հավելյալ ճնշում իրականացնի Հայաստանի Հանրապետության նկատմամբ եւ այդ ճնշումը իհարկե կարող է լինել նաեւ ռազմական տեսանկյունից, որպեսզի հետագայում քաղաքական դիվիդենդներ ինչ-որ ստանան։ Հիմա այդ ճնշումը կարող է լինել տարբեր հարցերում, որոնք դեռևս լուծված չեն։ Օրինակ դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթացը, որի մասին անդադար խոսում են այսօրվա իշխանությունները, լուծված է, թե ոչ։ Վստահ չէ, որ բոլորս էլ գիտենք, լուծված չի։ Ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր են դելիմիտացրել, բայց մնացածը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ սահմանը շատ ավելի մեծ է։ Հիմա Ադրբեջանը կարող է օգտվել առիթից եւ ասի այս անկլավների հարցում գնացեք զիջումների, այստեղ էս մենք որ օկուպացրել ենք այս տարածքները, մոռացեք այդ տարածքների մասին եւ մի քննարկեք։ Այսինքն հավելյալ մեր տարածքներ տրամադրեք, որովհետեւ կներկայացնեն ինչ որ իրենց Ադրբեջանի օրինակ քարտեզները եւ կասեն այստեղ Ադրբեջանի տարածք է։ Սա մեկ խնդիր, բայց բազմաթիվ այլ նաեւ խնդիրներ կան։ Ջրերի հետ կապված խնդիրը, տեսեք, դրանց մասին քիչ են խոսում, բայց հիմնական աղբյուրների հիմնականում իրենց սկզբնաղբյուրը գետերի սկսում է Հայաստանի հայկական լեռնաշխարհում եւ Հայաստանի այսօրվա տարածքում, որոնք նաեւ անցնում են դեպի Ադրբեջան հետագայում։ Հիմա Ադրբեջանում ջրի հետ կապված, ջրային ռեսուրսների հետ կապված մեծ խնդիր կա։ Իսկ բնակչությունը գնալով աճում է Ադրբեջանի։ Սա նշանակում է, որ իրենց ջուր է պետք, եւ ջրի կարեւորությունը, նշանակությունը մոտ ապագայում կտրուկորեն աճելու է։ Նշանակում է, որ այս ջրի ռեսուրսների հետ կապված նաեւ ճնշում է իրականացնելու Հայաստանի նկատմամբ, որպեսզի իրենք ինչ-որ զիջումների գնան ջրի հետ ռեսուրսների հետ կապված։ Էլ չեմ խոսում այլ ռեսուրսների մասին, այնտեղ մոլիբդեն կա, ոսկի կա, հանքեր կան տարբեր տեսակի, այսինքն այստեղ էլ կարող են ճնշում իրականացնել։ Բազմաթիվ չլուծված հարցեր կան միջօրս Երևանի եւ Բաքվի միջեւ։ Եվ ինչքան փորձում են մեր հանրությանը մոլորության մեջ գցել այսօրվա իշխանությունները եւ խոսել նրա մասին, թե իբրև թե մենք գնում ենք դեպի խաղաղությանը չեն գնում չլուծված հարցերով։ Պետք է բոլոր հարցերը լուծված լինեն եւ լուծված լինեն ոչ թե միակողմանի զիջումներով, այլ հավասարությամբ այդ բալանսը պետք է պահպանվի։ Նոր մենք կարող ենք խոսել իսկապես երկարաժամկետ խաղաղության մասին եւ կայունության մասին մեր տարածաշրջանում։
Եվ պարոն Հովհաննիսյան, վերջում անդրադառնանք նաև աշխարհաքաղաքական իրողությանը։ Մենք բոլորս ակնհայտ տեսանք այն, որ ընդամենը 1 ամիս առաջ բոլոր միջազգային հարթակներում գլխավորը դա ռուս-ուկրաինական պատերազմն էր ու բանակցային գործընթացը, բայց Թրամփի թեթև ձեռքով, այսպես ասած, առաջին պլան մղվեց Գրենլանդիայի թեման ու ռուս-ուկրաինական պատերազմը չասենք երկրորդ պլան, բայց այն առաջնահերթությունը չունի, ինչ որ հիմա բոլորը խոսում են Գրենլանդիայի մասով, անգամ երբ որ երկրների ղեկավարները, գերտերությունների ղեկավարները հավաքված էին, ամենաառաջնային հարցը դա Գրենլանդիան էր։ Հիմա մենք ականատես ենք լինում աշխարհաքաղաքական մի նոր քարտեզի վերաձևմանը, որը ցանկանում է կատարել Թրամփը, ու այստեղ մտավախություն չկա, ոնց որ հիմա Աբու Դաբիում անցկացվում են բանակցություններ, եթե դա որքան էլ ասում են ռուս-ուկրաինական ԱՄՆ-ի միջնորդությամբ, բայց այստեղ որոշողը կարծես թե Ամերիկան ու Ռուսաստանն են, անգամ տեսնում ենք, թե ինչպես է Թրամփի հատուկ բանագնացը գնում Ռուսաստան ու քննարկում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը, արդյոք մտավախություն չկա, որ վաղ թե ուշ նույն այդ երբ որ ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորվի, Թրամփը եթե մնա իշխանության կամ եթե իր իշխանությունը այնքան երկար ձգվի, այսինքն ռուս-ուկրաինական պատերազմը շուտ ավարտվի, մտավախություն չկա, որ Թրամփը կգա մեր տարածաշրջան ու վաղ թե ուշ ոչ թե բանակցություններ կլինեն հայ-ադրբեջանական, այլ ամերիկա-ադրբեջանական եւ բանակցությունները կլինեն Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ, ոնց որ հիմա տեսնում ենք Ուկրաինայի օրինակով։ Շատ կարևոր հարց է բարձրացնում, սա մենք պետք է մեր հանրությանը պատրաստենք, որ նման քննարկումներ կարող են լինել ապագայում, որովհետև տեսեք, միջազգային հարաբերություններում երկու հիմնական մոտեցում կա, առաջինը դա ռեալպոլիտիկան է, երկրորդը դա լիբերալն է։ Հիմա այս աշխարհը, որ մենք այսօր ունենք, իհարկե դժվարանում եմ ասել, որ այն կարգավորվել է եւ ինչ որ կայուն ունի իր տեսակը, տեսլականը, մոտեցումը, ինքը գտնվում է ինչ որ տրանզիտային этаպում, այսինքն փոփոխությունների этаպում ենք մենք այսօր հայտնվել, հենց ինքներս տեսնում ենք այս ամիջը եւ կարծում եմ Արցախում տեղի ունեցող իրադարձություններն էլ պետք է հենց այս համատեքստում մենք քննարկենք, որ աշխարհում փոփոխություններ են լինում, նոր աշխարհակարգ է փորձում ձևավորվել եւ այս ընթացքում Արցախը դարձավ զոհը, կարելի ասել, այս ամբողջ համատեքստում, այս գործընթացում Միացյալ Նահանգների մոտեցումը Գրենլանդիային հետագայում չի բացառում, տեսեք, նաև Կանադայի մասին էին խոսում, որ դա 51-րդ նահանգը պետք է դառնա, չեմ բացառում նաև օրինակ գործընկերներ ունեմ Ավստրալիայում, իրենց հետ էին խոսում, ես իրենց հարցրեցի, չեք վախում, որ մի օր կարող է նաև Թրամփը բարձրացնի ձեզ հետ կապված հարցը, օրինակ ասի, որ այս ոնց է ստացվել, որ Ավստրալիան մի երկիր է, բայց ամբողջ մայրցամաք է, գրավել, ուրեմն պետք է կիսենք այդ երկիրը նաև, կամ Ավստրալիան պետք է դառնա 51-րդ կամ հետագայում 52-րդ նահանգը Միացյալ Նահանգները, իհարկե նման վախ կա, ասեմ, որ ոչ միայն մեզ մոտ է հարցը, տարբեր երկրներում փորձագետները քննարկում են նման հարցեր, Սա նշանակում է, որ փորձագիտական շրջանակներում տեսնում են այդ վախերը, այդ մոտեցումները, ռիսկերը, որոնք առաջացել են այսօրվա ղեկավարության կողմից, հենց իրենցն է պատճառը Միացյալ Նահանգների, որովհետև իրենք փորձում են ձևավորել նոր աշխարհակարգ, չնայած որ խոսք է գնում, որ իբրև Ռուսաստան, Չինաստան, Իրանն են հիմնականում փորձում են ձևավորել նոր աշխարհակարգ, բայց ես չեմ բացառում, որ հենց Միացյալ Նահանգներն են փորձում այդ նոր աշխարհակարգը ձևավորել, եւ այդ աշխարհակարգում ամենաազդեցիկը պետք է լինի հենց Վաշինգտոնը ըստ իրենց։ Հիմա այս ընթացքում իհարկե այն լոկալ պատերազմները, որ մենք տեսնում ենք, այն կոնֆլիկտային օջախները, որոնք կան, բայց դեռևս կարծես պատերազմ չկա, չի բացառում մոտ ապագայում այդտեղ վերսկսվեն պատերազմական գործողությունները։ Այստեղ իհարկե վտանգը նաև եւ ռիսկերը կան մեզ համար, Հայաստանի համար, որովհետեւ տեսեք, Ադրբեջանը ինչ է անում, ինչ քաղաքականություն է վարում։ Իրենք նախ հիմնեցին այդպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնքը իրենց երկում, չնայած որ Հայաստանի իշխանությունները եւ նորից եմ կրկնում իրենց սպասարկող այդպես կոչված փորձագետները փորձում էին ներկայացնել, որ իբրև թե այդ կազմակերպությունը չի ֆինանսավորվում իշխանությունների կողմից, բայց տարբեր օբյեկտիվ քննարկումներ եղան, որի ընթացքում պարզ դարձավ, որ այո, ֆինանսավորվում է իշխանությունների կողմից եւ շատ ուղիղ նաև ազդեցության տակ է գտնվում Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Սա նշանակում է, որ Ադրբեջանի քաղաքականությունն է այդպես։ Այսինքն իրենք այս իրողությանը, որը տեղի են ունում աշխարհում,
մոտենում են այն սկզբում, որ ես ասացի, կա երկու տեսլական եւ երկու մոտեցում, լիբերալ կամ իրական, Ադրբեջանի իշխանությունները ավաղ մոտենում են ավելի ռեալ, այսինքն ամեն ինչին, դրա համար ավելի ռեալ քաղաքականություն են վարում, իսկ Հայաստանի իշխանությունները ավելի լիբերալ մոտեցում են ունենում։ Ավելի լիբերալ ասելով ի նկատի ունեմ, որ իրենք հիմնվում են միջազգային կազմակերպությունների վրա, որ իբրև արդարություն կա, որ միջազգային կազմակերպությունները կգան եւ կփրկեն, եւ իդեպ հենց սա է խնդիրը եւ պատճառը դարձել մեզ համար, որ մենք կորցրեցինք Արցախը, որովհետեւ մենք միջև վերջին պահը սպասում ենք, որ Ադրբեջանին պետք է ճանաչեն որպես ագրեսոր, Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ պետք է կիրառվեն եւ պատերազմը կանգ կառնի եւ Արցախը կփրկվի։ Բայց այդպես չեղավ, որովհետև ռեալ պոլիտիկն է այսօր գործում։ Եվ սա նշանակում է, որ բացի այդ համայնքից, տեսեք, նաև Ադրբեջանը անդադար խոսում է նրա մասին, որ չկա Հայաստան, երբեք չի եղել Հայաստան։ Եվ մինչ օրս անգամ իրենք չեն ճանաչում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Մինչդեռ Հայաստանը ճանաչում է արդեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանցիները, ավելի ճիշտ Ադրբեջանի իշխանությունները ասում են, որ Հայաստանը պատմականորեն դա արևմտյան Ադրբեջանն է։ Եվ սրանով այս խոսքերով ի նկատի ունեն, որ որոշ տարածքներ Հայաստանի Հանրապետության, իսկ խոսքը գնում է մոտավորապես 60-ից 70%-ի այսօր Հայաստանի, դա պատկանում է Ադրբեջանին։